Բարի օր, Մեդիա լաբի եթերում պատերազմի հետքը ոդքասթն է, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր խոսելու ենք հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց հարմարավետության, կյանքի որակի եւ մեր վերաբերմունքի մասին։ Մեր հյուրերն են Նարեկ Մինասյան, ճարտարապետ, համընդհանուր դիզայնի եւ մատչելիության ապահովման խորհրդատու, բարև ձեզ։ Եվ Մուշե Հովսեփյան, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ հասարակական կազմակերպության նախագահ, բարև ձեզ։ Շնորհակալություն մեզ ժամանակ տրամադրելու համար։ Հաղորդմանը պատրաստվելիս մտածում էինք, գոլեգաներով, թե ինչ հարթություններում, ինչ տարբեր հարթությունների վրա պետք է քննարկենք այս խնդիրը, հաշմանդամության խնդիրը, եւ առանձնացրեցինք թերևս 4 հարթություն՝ միջավայրի մատչելիություն, հասարակության վերաբերմունք, առողջապահություն եւ կյանքի որակ։ Հասկանալի է, որ այս բոլոր 4-ն էլ իրար հետ փոխկապակցված են, բայց թերևս շատ տարբեր լուծումներ են պահանջում։ Թերևս սկսենք ընդհանուրից, պատերազմի արդյունքում մենք տարիներ շարունակ, ես որպես լրագրող եւ բոլոր գոլեգաներս, բարբերաբար խոսում ենք եւ խոսել ենք հաշմանդամության հետ կապված խնդիրների մասին, միջավայրի ոչ մատչելի լինելու մասին, միջավայր ասելով բարես լայն իմաստով, կրթական միջավայրը, ֆիզիկական միջավայրը եւ այլն։ Բայց պատերազմից հետո կարծես թե այս հարցը կրկին սրվեց։ Մենք շարունակում ենք մեր զինվորների, հայրենիքի պաշտպանների կերանցները խմել, բայց գործնականում գրեթե ոչինչ կարծես թե չի արվում, կամ գոնե, չգիտեմ, իմ լրագրողական աչքով այսպես է թվում։ Երևի թե առաջին հարցս ուղղեմ Մուշեղին, սոցիալական, այսպես ասած, վերաբերմունքի մասին, խոսի։ Մի կողմից մենք ունենք այդ չափազանցված, այդ հերոսական վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց առողջությունն են, զոհել հանուն մեր անվտանգության, մյուս կողմից անգործություն։ Ինչպես է այս երկուսը ընդհանրապես համադրվում։ Շնորհակալություն։ Իրականում հաշմանդամության մասին խոսելիս նախ պիտի փորձենք ձգտենք հասկանալ, թե ինչ է հաշմանդամությունը կամ ինչպես ենք մենք հասկանում հաշմանդամություն երևույթը։ Հաշմանդամության տարբեր մոտեցումներ կան բնականաբար եւ տարբեր ժամանակներում հասարակությունները տարբեր կերպ են հասկացել եւ մեկնաբանել հաշմանդամություն երևույթը։ Ժամանակին, երբ հասարակությունները կրոնականացված էին, ավելի շատ հաշմանդամության մոտեցումները հենց հաշմանդամությունը որպես երևույթ եւս դիտվում էր հենց այդ տեսանկյունից։ Բժշկագիտություն զարգացման հետ զուգահեռ շատ երևույթներ բժշկականացվեցին, այդ թվում հաշմանդամություն երևույթը։ Եվ 1950-ականներից սկսած դանդաղ քայլերով ձևավորվեց հաշմանդամության սոցիալական մոտեցումը, որը ի տարբերություն նախորդ երկու մոտեցումների, որոնք հաշմանդամությունը դիտում էին անձի հատկանիշ, մի բան, որը անձը ունի եւ անձին է բնորոշ, սոցիալական մոտեցումը եթե շատ բարձ փորձենք ձևակերպել, ասում էր խնդիրը ոչ թե մեր մարմինն է, այլ այն միջավայրը, որում մենք ապրում ենք։ Մեր մարմինը մարդկային բազմազանության դրսևորումներից է եւ դա շատ բնական է մարդկության ընդհանրապես եւ խնդիրը առաջանում է միայն երբ մեր մարմինը փոխազդվում է միջավայրի խոչընդոտների հետ եւ մենք չենք կարողանում գնալ դպրոց, սովորել ինչպես մյուսները, աշխատել եւ այլն եւ հաշմանդամությունը ինքնին ոչ թե բժշկական երևույթ, այսինքն ոչ թե երկարաժամկետ անբուժելի հիվանդությունների արկայությունն է, այլ այն սոցիալական վիճակը, որում մարդը ապրում է, իր առողջական խնդիրներով պայմանավորված։ Երբ որ մեր առողջական խնդիրները բախվում են այդ միջավայրային արգելքներին։ Եվ այս մոտեցումը 2006 թվականին, երբ ընդունվեց ՄԱԿ-ի կոնվենցիան, որը միջազգային փաստաթուղթ է, որը վավերացվեց Հայաստանի կողմից 2010 թվականին, հենց այս գաղափարի վրա է հիմնված եւ այս մարդու իրավունքների մոտեցումը թույլ է տալիս հասարակություններին հասկանալ հաշմանդամություն երևույթ եւ իրենց գործողությունները ձևակերպել ավելի եւ ձևակերպել հստակ եւ արդյունավետ գործողություններ, որոնք կարող են փոխել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը։ Այստեղ կարևոր է նկատել, որ իհարկե պատերազմները բոլոր ժամանակներում դեր ունեցել են հաշմանդամության
որպես երևույթի ընկալման վրա եւ այսօր դրանք ունենում են, բայց հաշմանդամությունը միշտ չէ որ կապված է որևէ աղետալի իրադարձության հետ։ Հա, պարզապես, հա։ Պարզապես այդ իրադարձությունները սևեռում են հասարակության ուշադրությունը։ Այո, պարզապես կատալիզատոր են դառնում, այսինքն եթե առանձին ոչ պատերազմական իրավիճակում դու ունենում ես տարվա ընթացքում մի քանի դեպք, հա, այսպես ասենք, որի արդյունքում մարդը ստանում է հաշմանդամություն, պատերազմի արդյունքում քո մոտ հոսք է լինում, հա, մարդկանց եւ անգամ սոցիալական ինչ որ շերտի, հա, չգիտեմ, ինչ որ տարիքի տղամարդկանց այս դեպքում։ Այո, եւ քանի որ հատկապես պատերազմական փուլերում հասարակությունները շատ կենտրոնացած են այդ հարաբերությունների վրա, պատերազմ, խաղաղություն եւ այլ առնչվող հարցերի վրա, այս երևույթներն են սկսում բացառապես այդ տեսանկյունից դիտարկել եւ մոռանալով որ այս խումբը բավականին բազմազան խումբ է, ներառում է տարբեր խմբերի անձանց եւ երբեմն կարող են գործ ունենալ չափազանցված պատկերացումների հետ, օրինակ ընկալումների, որ օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց կեսը իր հաշմանդամությունը ձեռք է բերել պատերազմի կամ որևէ զինծառայության հետ առնչվող գործողությունների ժամանակ, մինչդեռ խոսքը մոտավորապես 5-ից 10%-ի շրջանում է յուրաքանչյուր հասարակությունում, որոնց հաշմանդամությունը կապված է զինծառայության հետ, այսինքն 90%-ի դեպքում դա որևէ կերպ կապ չունի, բայց սա ինչու եմ նշում, ոչ թե ասելու որ պակաս կարևոր է կամ շատ կարևոր է այս հարցը, այլ իրական պատկերացում ունենալ երևույթի եւ դրա բազմազան դրսևորումների վերաբերյալ։ Ես մի այսպիսի բան եմ նկատել, չգիտեմ, հերքեք կամ հաստատեք հասարակության վերաբերմունքի մասին, որ մեր հասարակությունը շատ հաճախ փորձում է, եթե տարածքում հակա հաշմանդամություն ունեցող, չգիտեմ, երեխա կամ մեծահասակ, աշխատում է չնկատել։ Ես չեմ բացատրում դա անտարբերությամբ, այլ պարզապես ավելի շատ, որովհետև չգիտի թե ինչպես վարվել, այսինքն չափից դուրս խնամք, էլի միգուցե այդ մարդու համար վիրավորական կլինի կամ այսինքն մարդիկ չգիտեն պարզապես ինչ վարք դրսևորել եւ որ տարածքում կա հաշմանդամություն ունեցող մարդ։ Արդյոք դուք նման բան նկատել եք։ Միանշանակ պնդում անել, որ այո այդպես է կամ այո այդպես չէ, չեմ կարող բնականաբար կարող են լինել իրավիճակներ, որ իսկապես այդպես է, բայց այստեղ հիմնական հարցը հենց այդ մերձավորության պակասն է հասարակության տարբեր խմբերի միջև, երբ որ մենք տարբեր խմբեր իրար նկատմամբ օտարություն են որոշակի զգում, բնականորեն, որովհետև չեն ունեցել միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն։ Եթե մարդը երբևէ չի ունեցել որևէ X տեսակի հաշմանդամություն ունեցող մարդու հետ շփվելու հնարավորություն իր կյանքի ընթացքում, հետեւաբար չէր կարող ունենալ այդ հմտությունները։ Դրանք ձեռքբերովի զարգացող հմտություններ են եւ ոչ ոք դա իցնե այդ հաղորդակցական հմտություններով չի ծնվում եւ մենք դա զարգացնում ենք մեր կյանքի ընթացքում։ Այստեղ շատ կարեւոր է նկատել, որ մարդիկ պիտի ունենան հնարավորություն զարգացնելու իրենց հաղորդակցական կարողություններ եւ պետության պարտավորության տեսանկյունից, եթե նայենք, ապա պետությունը պիտի աջակցի, որ հնարավորինս շատ լայն խմբեր, այդ թվում մասնագիտական տարբեր խմբեր զարգացնեն իրենց հաշմանդամություն ունեցող անձանց հետ արդյունավետ հաղորդակցության հմտությունները, սովորեն էթիկական սկզբունքների մասին եւ այլն։ Հա, թերևս մոտենում են կամաց-կամաց, այսպես ասենք, ինկլյուզիա կոչված երևույթին, որի մասին հիմա շատ են խոսում, կրթական ծրագրերն են փորձում, հա, այս տեսակետից կազմակերպել եւ հաճախ թյուր կարծիք կա հասարակության մեջ, որ ինկլյուզիան դա բացառապես հաշմանդամություն ունեցող մարդկանց համար է, մինչդեռ դա ավելի շատ մեզ բոլորիս համար է, որպեսզի մենք կարողանանք նախ եւ առաջ տեսնել տարբերությունը, հա, մարդկանց միջև շատ տարբերությունները, երկրորդը ընկալել դրանք որպես սոցիալական նորմա եւ երրորդը այդ ձեր ասած մեխանիզմներ մշակել փոխհարաբերվելու եւ շփվելու մասին, բայց
այս թեմային էլի կվերադառնանք, ես ուզում եմ սկսենք ինկլյուզիայի մասին խոսելուց ֆիզիկական, հա, այսպես ենք տարածքների։ Ես ականջիս հասել է ինկլյուզիվ ճարտարապետություն տերմինը, ինչ է այն նշանակում, Արեգ, եւ ինչով է առնչվում մեր հարցին, հա։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հրավերի համար, կցանկանամ խոսքը սկսել հետևյալ տողերով։ Այնինչ հարմար է հաշմանդամություն ունեցող անձանց, հարմար է բոլորին։ Եվ հետևելով պատմությանը տարբեր ժամանակաշրջաններում ճարտարապետությունը ունեցել է իր էվոլյուցիան միանշանակ, բայց հետաքրքիր կերպով նախագծման ընթացքը գնացել է ավելի գիտակցական հարթության վրա, որ եւ թույլ է տվել շատ դեպքերում մոռանալ այս տողերը։ Inclusive architecture, ներառական ճարտարապետություն, բոլոր ընկետերն են, որոնք նորից մեզ հետ են տանում մեր արմատները, այսպես ասած, մարդկության արմատները։ Իհարկե, այստեղ կա շատ հակասական իրար բախող հասկացություններ, նորից ինչպես հարգելի Մուշևը նշեց, սոցիումի ընկալումը հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ ինչպես են նախկինում անտիկ շրջանում ընդունել իրենց եւ ինչպես են հիմա ընդունում, սա մի թեմա է, որը առանձին կարելի է ուսումնասիրել, բայց այն ինչը սրազդեցությունը, այնպես որ անդրադառնում է ճարտարապետությանը, գալիս ենք այն տերմինին, որը կոչվում է համընդհանուր դիզայն կամ universal design, եւ ինչպես նշեցի, միջավայր է, տարածք է, որը մատչելի է բոլորին անկախ կարողությունից, տարիքից, սեռից եւ այլն։ Հիմնական սկզբունքները համընդհանուր դիզայնի 7-ն են, որոնք ձևավորվել են Berkeley համալսարանում Ronald Macy գլխավորությամբ ճարտարապետ եւ մի շարք ինժեներների նախագծելուց առաջ պարտավոր է ճարտարապետը հաշվի առնել այս 7 կետերը, մի քանիսը կնշեմ, հավասար պայմաններ բոլորի համար, տարածության մեջ, նվազագույն ֆիզիկական ջանք, չափսերի ստանդարտացում, կարելի է այսպես ասել, կլինի դա դրան բռնակ, կլինի ամենապարզ էլեմենտը շինության կամ միջավայրի մեջ եւ ամենամեծը, հա, որը կարող լինել հրապարակ, փողոցների ցանց եւ այլն եւ այլն։ Հարցը հետևյալն է չնախագծել այնպես, որ լինի գեղեցիկ։ Գեղեցիկ եւ practic։ Օգտագործելի բոլորի համար։ Դա կլինի իր բարձրությունը, տեսքը, գույնը, նյութը եւ այլն։ Երևանու մասին, երևի թե, չգիտեմ, ես ինչ հիշում եմ, հա, որպես լրագրող մենք խոսում ենք, որ քաղաքը բավականին անհարմար է, քաղաքը կառուցելիս դե այն ժամանակ չեն եղել, հա, այս հարցերը, այսքան այդ սոցիալական խնդիրների մասին չեն խոսացել եւ ձեր ասած ճարտարապետները ավելի շատ գեղեցկությանը եւ այդ ժամանակվա ճաշակին են զարգ տվել, բայց մենք շարունակում ենք կարծես այդ նույն տրամաբանությամբ մինչեւ հիմա, հա, կառուցապատում։ Եվ երբ խոսում ենք հաշմանդամության մասին եւ կառուցապատման մասին, մի հարց է առաջ գալիս թեքահարթակները, որոնք կարծես թե տարիներ շարունակ մենք փորձում ենք այդ հարցը լուծել, չենք կարողանում, մի խայտարակ թեքահարթակներ են կառուցում կամ չեն կառուցում, բայց առաջինը արդյոք խնդիրը միայն թեքահարթակներն է, իսկ եթե մենք ամբողջ քաղաքը լցնենք թեքահարթակներով, մենք հարցը կլուծենք արդյոք։ Եվ երկրորդը, ընդհանրապես ինչ է կարծում, հնարավոր է Երևանը ինչ որ չափով համապատասխանեցնել այն ստանդարտներին, որոնք ցանկալի են, եթե դու ուզում ես, չգիտեմ, ներառական, այսպես ասենք, հասարակություն ունենալ։ Երկուսին է հարցը ուղղում, ով կուզե թող սկսի։ Պետք է նշեմ, ցավոք սրտի, հասարակության մեջ էլ է դա այդպես ձևավորված, որ մատչելի դարձնել միջավայրը, դա այո, ինչպես նշեցիք, թեքահարթակն է։ Այնինչ, որ մենք ունենք հաշմանդամության մի քանի տեսակներ եւ ունենք դասակարգում հենաշարժողական կամ ֆիզիկական, տեսողության, լսողության, զարգացման եւ այլն։ Եվ սրանք
ընտրյախային խմբերն են, որոնց համար նաև նախագծվում է շինությունը կամ միջավայրը։ Ցավոք սրտի նախագծելու ընթացքում կառուցապատողներ անվանեն կամ դա պարտականություն է, որ պետք է լինի թեկահարթակ։ Իսկ թե ով է օգտագործելու, ինչպես է օգտագործելու, դա միգուցե այդքան չի հուզում այդ հարցը։ Եվ ես այդ հարցը հաճախ լսում եմ, բայց ինչու անենք, որովհետև չկան հաշմանդամություն ունեցող անձինք։ Ասենք մեր հիմնարկում, հա, կոնկրետ։ Ինչպես թե չկան, եթե չունեն իրենց համար նախատեսված urban furniture, ամենսպես անվանենք, քաղաքային կահույք, հա, կլինի դա աթոռներ, կլինի մայթ, ամենապարզերից սկսած։ Հաճախ ես նկատել եմ անգամ եթե թեկահարթակը կա, դու կարող ես թեկահարթակով մտնել առաջին այդ ground այդ առաջին հարկ։ Իսկ թե հետո ինչպես ես բարձրանալու վերև ոչ ոքի չի հետաքրքրում։ Լավագույն թեկահարթակի դեպքում էլ դու բավականին սահմանափակված ես։ Եվ ես, այո, ինչպես եւ շատերս նկատել ենք, որ օրինակ քաղաքի կենտրոնական հատվածներում դրված են տակտիլ հատակներ, բայց քաղաքացինով ապրում է մեկ այլ վարչական շրջանում։ Ասենք մասիվում։ Օրինակ, ինչպես պետք է հասնի կենտրոնում գոյություն ունեցող այդ տակտիլ հատակը։ Քանի ճանապարհներ պետք է տակտիլով պատրաստվի։ Բացի դա, մի քանի ուրիշ վարչական շրջաններում ես նկատել եմ նույն տակտիլ հատակների սխալ տեղադրումը, որովհետև հատակները իրենք ունեն հստակ բառարան, յուրաքանչյուր նախշ եւ տեսք ունեցող հատակ մի իմաստ ունի։ Օրինակ նրանք որ կետի կապոր են, հուշում են, որ դիմացի հատվածում կա խոչընդոտ եւ պետք է շրջանցել։ Այնինչ որ շատ դեպքերում կա հատակը, որը նշում է, որ դիմացում կա խոչընդոտ եւ իրականում բաց տարածք է։ Այսինքն առանց խնդրի մեջ խորանալու ինչ որ բաներ են կանում։ Այո։ Ճիշտ եմ հասկանում։ Ուշք ձեր կարող։ Ես կուզեի մատչելիությանը նայենք նաև ընդհանուր հասարակական արժեքի տեսանկյունից, թե ինչով է մատչելիությունը հավելյալ արժեք բերում հասարակությանը։ Մատչելիությունը իրական նախապայման է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան իրացնել իրենց մյուս իրավունքները։ Այսինքն, եթե չկա մատչելիություն, կասկածի տակ է դրվում արդյոք մյուս իրավունքները իրացվում են, թե չէ մարդկանց կողմից։ Որտեղ դա լայն խմբերին հնարավորություն է տալիս ընդգրկվել տարբեր ոլորտներում, տարբեր գործունեությունների մեջ։ Այս առումով կարևոր է նկատել, որ մեր օրենսդրությունը բավականին զարգացած է այդ առումով եւ օրինակ 2006 թվականից ունենք քաղաքաշինության նախարարի հրաման, որով սահմանված են այդ կանոնները, իհարկե որոնք ունեն թարմացումների կարիք եւ այլն, բայց մենք չունենք այնպիսի միջավայր, որը ամբողջությամբ համապատասխանում է այդ հրամանին։ Այսինքն մենք այսքան տարվա ընթացքում չենք հաջողել ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք գուցե վատահանչում, բայց հնարավորություն չտան մասնագետներին սխալվելու, սխալ նախագծելու եւ այլն։ Եվ այստեղ մեր օրենսդրությունը հիմնականում կենտրոնացած է այդ ստանդարտների ստեղծման վրա, բայց ամբողջությամբ անտեսել է մշտադիտարկման եւ վերահսկողության հատվածը։ Այսօր փաստացի մենք չունենք վերահսկողական արդյունավետ մեխանիզմներ երկրում, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան այդ թվում բողոքների մեխանիզմների օգտագործմամբ փոխել իրավիճակը։ Փաստացի մենք չունենք որևէ նման հնարավորություն եւ այդ գործելակերպերը շարունակվում են, որովհետեւ կա մեկ հիմնական խնդիր՝ գիտելիքի պակաս է երկրում մատչելիության եւ համընդհանուր դիզայնի վերաբերյալ, որովհետեւ շատ մասնագետներ նախընտրում են զբաղվել, ինչը շատ բնական եւ խելամիտ է, ավելի շահավետ գործերով եւ երբ որ մասնավոր ընկերությունում ով պատվիրատուն է հանդիսանում չկա այդ գիտակցումը մատչելիության ապահովման եւ փաստացի որոշում կայացնողը ֆինանսական ռեսուրսներ ունեցողներն են, կան որ մարդիկ ովքեր այդ նախագծում օրինակ պատվիրում են եւ իրենց համար կարեւոր չէ այդ
բոլոր բաղադրիչները մատչելիության։ Այստեղ միանշանակ անհրաժեշտություն կա վերանայելու մշտադիտարկման մեխանիզմները եւ շարունակաբար խոսել մատչելիության բոլոր ասպեկտների մասին, որովհետեւ իրազեկվածության բարձրացումը կարող է փոխել իրավիճակը եւ նաեւ պետք է նկատի ունենալ, որ նույնիսկ մատչելի միջավայրում որը ամբողջությամբ համապատասխանում է ստանդարտացված կանոններին, անհատները կարող են ունենալ տարբերվող պահանջներ։ Այսինքն նույնիսկ երբ որ մենք ապահովենք ստանդարտներին համապատասխան մատչելի միջավայր, տարբեր անհատներ կարող են ունենալ հավելյալ հարմարությունների կարիք իրենց առանձնահատկություններով պայմանավորված եւ այստեղ էլ գալիս է խելամիտ հարմարությունների հայեցակարգը լրացնելու մատչելիության գաղափարին, որը որոշակի հակասության մեջ կարող է լինել մատչելիության հասկացության հետ, որովհետև անհատի կարիքը կարող է տարբերվել ստանդարտացված մոտեցումից եւ այնուամենայնիվ դրանք իրար լրացնող են եւ ի տարբերություն մատչելիության իրավունքների տեսանկյունից եթե նայենք մատչելիությունը որոշակի ժամանակահատվածում զարգացող երևույթ պետք է լինի, այսինքն չի կարող ինչ-որ մի պահի անհապաղ դա իրականացվել։ Իսկ խելամիտ հարմարությունների հայեցակարգ, որ անհատի համար միջավայրը հարմարեցնելու գործընթացն է միայն այդ անունով ազգանունով անհատի համար, դա անհապաղ իրականացման իրավունք է։ Այսինքն հենց այդ պահին պետք է այդ հարմարությունը տեղի ունենա։ Եվ այս իրար փոխլրացնող հասկացությունները գործնականում կիրառելով կարողանանք գործնականում փոխել մարդկանց կյանքի որակը։ Ես ուզում եի հարցնել խոչընդոտների մասին, բայց ձեր խոսքում դուք արդեն մի քանիսը նշեցիք, հա, օրինակ այդ պատվիրատուների կողմից հարցի, այսպես ասենք, չգնահատում։ Ես ենթադրում եմ, որ նաև ինչ-որ կոռուպցիոն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել, հա, հարցի, բայց որոնք են մենք ունենք օրենսդրություն, որը ըստ ձեզ այնքան էլ վատը չէ, հա, այսպես ասենք, որոնք են այն հիմնական մեխանիզմները, որոնք չեն աշխատում, եւ եթե աշխատեին, մենք տարեցտարի կտեսնեինք գոնե Երևանի մակարդակով ավելի մատչելի միջավայր, խոսքս էլի երկուսին է ուղղվում, այնպես որ։ Ինչպես նշեցինք քիչ առաջ, այո, մշտադիտարկման մեծ խնդիր ունենք մենք եւ օրինակ բերեմ, եթե մենք ունենք մասնագետներ, ովքեր որակավորված են որպես ներառական ճարտարապետ կամ մասնագետ մատչելիության, ով է հանդիսանում երկրորդ կառույցը, ով գնահատում է այդ աշխատանքը։ Այսինքն վերահսկողության խնդիրն է։ Այո։ Եվ բացի այդ, այո, մեր օրենսդրական համակարգում բավականին կարելի ասել հենց նորմերի առումով բավականին հարուստ է։ Իսկ ինչքանով է օգտագործվում եւ ինչքանով է վերահսկվում, հիմնական բաստողումը հենց սա է։ Բայց ես նաեւ չեմ ուզի շատ մեղք կգցենք մասնագետների վրա, որովհետեւ այստեղ մեղքը պետությանն է ընդհանուր առմամբ։ Պետությունը ջանքեր չի գործադրել նախ մասնագետների պատշաճ կրթությունը կազմակերպելու համար եւ ռեսուրսներ չի ուղղել այդ նպատակով։ Երկրորդ հերթին չի ապահովել են հանրային իրազեկվածությունը մատչելիության վերաբերյալ, որը կապահոver նաեւ այդ հանրային ճնշումը հանրային իշխանությունների նկատմամբ, հանրային իշխանությունների գործելակերպերի նկատմամբ։ Ի վերջո պետությունն է իրավունքների, մարդու իրավունքների, այսպես ասենք, իր քաղաքացիների իրավունքների որքանով են այդ մեխանիզմները պետության կողմից ստեղծվել, որպեսզի ինքը նաև ակնկալեր, որ արդյունքը պիտի համապատասխանի պաշտպանություն ունեցող անձանց իրավունքների սկզբունքներին։ Եվ բազմաթիվ նման հարցեր կան, որոնք ցավոք շատ քննարկված չեն, նաև մատչելիության մասին պատկերացումները հիմնականում պատտվում են ֆիզիկական հաշմնամություն ունեցող անձանց շուրջ, մինչդեռ դա կարևոր է մյուս բոլոր խմբերի համար հավասարապես եւ դրա մատչելիության բացակայությունը կարող է խոչընդոտել ընդհանրապես հանգեցնել իրավիճակների, երբ որ մարդը չի կարողանում տանից դուրս գալ, սովորել աշխատել
ունենալ ժամանց այնպես ինչպես հասարակության մյուս անդամները։ Իհարկե կարող են լինել տարբեր իրավիճակներ, երբ որ մի խմբի անձինք շատ ավելի վատթար իրավիճակում են, քան մյուս խմբերը, օրինակ տարբեր արտակարգ իրավիճակներում եւ այլն, բայց ընդհանուր առմամբ պիտի նկատի ունենալ, որ այդ մաչելիությունը հավասարապես օրինակ կարևոր է մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, ովքեր եւս ֆիզիկական միջավայրում կարող են դժվարությունների հանդիպել, օրինակ կողմնորոշվելիս, տարածքում կողմնորոշվելիս, ինչը եթե նույնիսկ այդ ցուցանակներն նայենք Երևանի, կհասկանանք, որ այդտեղ եւս կանոնակարգման եւ բարեփոխումների մեծ անհրաժեշտություն կա։ Նույն փողոց անցնելու հետ կապված, չէ՞, կենտրոնում կան մի քանի տեղեր, ես նկատել եմ, որ ազդանշան է տալ, այսինքն տեսողության հետ խնդիրներ ունեցող անձը կարող է հասկանալ, որ հիմա կարող է փողոցն անցել, բայց կենտրոնից դուրս գալուն պես սա էլ չի աշխատում։ Այո, նույնիսկ այդտեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան, երբ որ մայթերը իրար շատ մոտ են եւ այդ ազդանշանները իրար շատ մոտ են եւ խաչմերուկների դեպքում այդ ձայները անձին կարող են շփոթեցնել եւ անձը չհասկանա թե որ մայթի լուսացույցի ձայնն է որ ազդարարում է կանաչ լույսի մասին եւ անձը պիտի անցնի բազմաթիվ այդպիսի բարձր կան որոնք պրակտիկայում նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ հնարավոր է բարձրել այսինքն հնարավոր չէ նախագծել միջավայրը այդպիսի ստերիլ միջավայրում գրասենյակներում եւ այլն միշտ մարդկանց այն մարդկանց ովքեր հանդիսանում են օգտագործողները ներառելը մշակման փուլից լավ գաղափար հնարավոր է արդյունավետ չլինի բայց այդ արդյունավետությունը կախված է նաեւ թե ինչպես է որքան է ջանք ներդնում ներգրավող կողմը այդ խմբերին լսելու եւ արձագանքելու Նարեկ Երևանի մասին ենք հիմնականում խոսում բայց ես որքան հասկանում եմ Երևանից դուրս էլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում մենք չունենք ոչ մի ինչ որ տարածք որ կարող ենք ասել այ այստեղ բացի առանձին կառույցներից, հա շենքերից, որ այստեղ տարբեր տեսակ հաշմանդամություն ունեցող անձիկ կարող են իրենց քիչ թե շատ հարմար զգալ, ոչ գյուղ, ոչ քաղաք, ոչ միտեղ։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, ցավոք սրտի այնպես է։ Եթե թույլ տաք ես վերադառնամ երկու կետի, որը նշեցինք, մասնագետների հետ կապված։ Վերջին շրջանում բոլոր եմ դասախոսությունների ընթացքում միշտ ես նկատում եմ ուսանողների զարմացած հայացքները, այսպես ասեմ։ Եվ չեն կարող մեղադրել, որովհետև այո, ինչպես նշեցինք, հնարավորությունը երբեք չի եղել կյանքի ընթացքում առնչվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Եթե թույլ տաք, ես իմ օրինակով կասեմ, ես առաջին անգամ 4-րդ դասարան էի։ Երբ հանդիպել եմ առաջին անգամ հաշմանդամություն ունեցող աշակերտի, որը մեր ընկերներից էր։ Բայց տարիներ շարունակ ես անընդհատ մտածել եմ եւ ֆիքսել եմ, որ ես քաղաքային կյանքում առօրյայում ես չեմ նկատում, չեմ տեսնում, չեմ նկատում։ Եթե չեմ սխալվում, մոտ 200,000 հաշմանդամություն ունեցող անձին կան այսպայն Հայաստանում։ Բայց այստեղ խնդիրը արդեն իր փիլիսոփայությունն է ընդհանուր։ Մասնագետը, ով պետք է ամենապարզ բանը, նույն թեկահարթակը պետք է նախագծի, ինքը մոտավորապես պետք է իմանա, թե ինչպես են օգտագործում թեկահարթակը։ Առնվազն մի անգամ փորձի, առնվազն մեկ անգամ տեսնի դա։ Եվ նորից իմ պարագայում ես բախտ եմ ունեցել, բախտ է վիճակվել ինձ ընդգրկված լինելու Գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնում որպես դերասան 2005 թվականից ես սովորել եմ այնտեղ իմ երկրորդ մասնագիտությունը արդեն փոքր թատրոնը տարածաշրջանում առաջին ներառական թատրոնն է եւ ամբողջ գաղափարախոսությունը ամեն ինչի սկսվել է հենց թատրոնից որը արդեն տեղափոխվել է ճարտարապետության եւ նախագծման մեջ թիմի անդամները որոնց հետ ես առիթ եմ ունեցել շփվել նաև իմ ընկերները ունեցել են տարբեր տեսակի հաշմանդամություն եւ տարիների ընթացքում տարբեր զրույցների միջոցով դու հասկանում ես թե ինչ է իրենից ներկայացնում ես ամեն ինչը հոգեբանական տեսանկյունից
իրենց բողոքն ես դասում եւ որպես գործընկեր, եւ որպես քաղաքացի, եւ որպես ընկեր, եւ բարբերաբար ես օգտագործել եմ այդ հնարավորությունը անընդհատ հարցազրույցներ վերցնելով յուրաքանչյուրից եւ այո, միանշանակ դա այդպես է, ինչքան էլ տեղեկացված լինի մասնագետը, թե ինչպես պետք է նախագծի իմանա բոլոր նորմերը, ցանկալի է միշտ ներգրավել օգտագործողին, որովհետեւ դու հստակ ունես թիրախային խումբ եւ թեկահարթակը ինքն իրենով չի համարվում համընդհանուր դիզայն։ Որովհետեւ համընդհանուր դիզայնի ընդհանուր գաղափարը այն է ստեղծել մեկ հարթություն, որտեղով բոլորը կարող են ենթադրել մուտք գործել շենք, այլ ոչ թե աստիճանները առանձին, թեկահարթակը առանձին։ Սա արդեն կարող է դիտարկվել որպես խելամիտ հարմարեցում։ Թեկահարթակը մենք ունենք հիմնականում երկու տեսակի նախագծում, ինչպես անվանում ենք զրոյից կառուցվող եւ ունենք գոյություն ունեցող շենք, որը պետք է հարմարեցնել։ Խելամիտ հարմարեցումները շատ հաճախ օգտագործվում են հենց գոյություն ունեցողի դեպքում, որովհետեւ շատ հաճախ դու իրոք չես կարող հիմնովին փոխել։ Իսկ եթե զրոյից է նախագծվում, շատ ավելի հեշտ է այդ դեպքում հաշվի առնել բոլոր հենց 7 սկզբունքները համընդհանուր դիզայնի։ Ընդհանրապես ներառական ճարտարապետության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում դուք ինչպես եք տեսնում եւ ընդհանրապես հնարավորություն տեսնում եք հաշվի առնելով հայն ինչ ունենք զարգացումը։ Նախաձեռնությունները, որոնք տեղ են գտնում այսօր տարբեր կազմակերպությունների կողմից, միանշանակ պետք է նշեմ, որ զգալի արդյունք արդեն տեսնում ենք, միտեղ փոքր, միտեղ մեծ, գլխավոր նպատակը այն է, որ ինչ որ բան սկսել է փոխվել։ Իմ կարծիքով նույն կրթության մեջ ոչ միայն նախագծման, ոչ միայն ճարտարապետության, բոլոր կոմպոնենտները, այսպես անվանենք կրթության, միանշանակ այո կարիք կա ավելացնել ներառականությունը, բայց ոչ թե արհեստականորեն, այլ դա պետք է ունենա բնական ներթափանցում։ Ներառականություն, այ տեսեք դուք խոսում եք, ես էլ լսում եմ, շատ տարբեր հուզական բաղադրիչներ ունեն իրենց մեջ ներառականություն եւ հաշմանդամություն բառերը գոնե հայոց լեզվում, հա, մենք երբ որ ասում ենք հաշմանդամություն ունեցող անձ, որպես կանոն ինչ որ ֆիզիկական խնդիր եւ դրա հետ առնչվող շատ ծանր բարդություններ, անգամ սոցիալական բարդություններ են, ֆինանսական բարդություններ են մեր մտքին գալիս, ներառականությունը մի տեսակ ավելի բարի երանգ ունի, հա, այսինքն, չգիտեմ, ավելի շատ սիրո մասին է, այսպես ասենք, ինչպիսին են մեր պատկերացումները ընդհանրապես հաշմանդամության մասին, արդյոք դրանք աղճատված չեն, արդյոք դրանք միակողմանի, այսինքն նեղ չեն շատ ավելի, որովհետև ամբողջ աշխարհը առնվազն արևմտյան աշխարհում ես գիտեմ, որ գնում են դեպի ներառականություն եւ խնդիրը ոչ միայն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց մասին, այլ օրինակ, չգիտեմ, նեյրո տարբերություն ունեցող մարդկանց մասին, այսինքն շատ տարբեր մարդկանց խմբեր, որոնք այս կամ այլ կերպ ընդունված նորմայից տարբերվում են, բոլորը մտնում են այս ներառականության ծրագրի մեջ։ Խնդրեմ։ Իրականում ներառականության գաղափարը թվում է թե նոր է Հայաստանյան հասարակության համար, մինչդեռ այդպես չէ եւ դրա ձևակերպումը գուցե նոր է մտել մեր քաղաքականություններ, գործելակերպեր եւ այլն, բայց դա պրակտիկայում մենք ունեցել ենք միշտ, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք են եղել միշտ եւ տարբեր ժամանակներում տարբեր խմբեր հնարավորինս ներառված են եղել տարբեր գործընթացներում, օրինակ կրթության մեջ հաշմանդամություն ունեցող մարդիկ այնպես չի, որ բոլոր հաշմանդամություն ունեցող սովորողները ժամանակին սովորել են հատուկ տարանջատված կրթության համակարգում եւ ինչ որ մի պահի ներառվել են ընդհանուր կրթության համակարգ, ոչ, տարբեր համամասնություններով մարդիկ միշտ ներգրաված են եղել։ Պարզապես հասարակությունները չեն գիտակցել կամ չեն նույնականացրել դա որպես երևույթ
ինչպիսին հաշմանդամությունն է։ Այստեղ ու պարզապես ներառականության գաղափարը մեր օրենսդրությամբ է որպես սկզբունք եւ նպատակ սահմանվել վերջին տարիների ընթացքում 20-30 տարվա ընթացքում նկատվում է անկախությունից հետո մինչդեռ դա շատ բնական եւ երբեմն դրա մասին խոսալն է համարվում տարօրինակ շեշտադրում տարբեր խմբերի համար բայց էլի շատ տարբեր համայնքներում մասնագիտական խմբերում կարող է տարբեր ընկալումներ լինել եւ նաեւ անհատական ընկալումները աշխատանության բառի վերաբերյալ կարող է տարբեր ասոցիացիաներ առաջանան մարդկանց մոտ մի դեպքում օրինակ ծնողները նկատում են որ հաճախ խուսափում են իրենց երեխաների մասին խոսելիս օգտագործել հաշմանդամություն ունեցող անձ երևույթը մինչդեռ հաշմանդամություն ունեցող չափահասները նախընտրում են հաշմանդամություն ունեցող անձ երևույթը եւ խուսափում են անհարկի մեղմացումներից եւ տարբեր դրա դրսեւորումներից հաշմանդամությունը վատ բառ չէ դա մեր ինքնության իմաստն է եւ մենք մեր մասին խոսելիս օգտագործում ենք որպես հաշմանդամություն ունեցող անձինք եւ այստեղ կարեւոր է նկատի ունենալ որ ներառականությունը եւ անհատի մասին է եւ խմբերի մասին է անհատի մասին օրինակ խելամիտ հարմարեցումների հայեցակարգի երբ որ ունենք դա կոնկրետ Մուշե Հովսեփյանի համար կատարվող հարմարեցումն է երբ որ Մուշե Հովսեփյանը գնում է դպրոց կամ օրինակ ընդունվում է աշխատանքի եւ այդ միջավայրում նայում ենք հասկանում ենք թե ինչ հավելյալ կարիքներ կարող է անձ ունենալ որ կոնկրետ իր համար կարող ենք անել որ ելի եմ ասում կարող է չհամընկնել մյուսների կարիքների հետ եւ նաեւ խմբերի համար դրա դիտարկումն էլ արդեն մաչելիությունն է երբ որ մենք օրինակ սարակ օգտագործող անձանց համար ենք հարմարեցնում մեր միջավայրը կառուցում ենք դեկարտակ տեղադրում ենք վերելակ ընդհանրապես աստիճանները քանդում ենք դռներն ենք փոխում լայնացնում ավելի թեթև դարձնում բացելու համար ավտոմատացնում եւ այլն եւ նաեւ ներառականությունը շատ հաճախ ասոցիացվում է կրթության հետ մինչդեռ ներառականությունը կարեւոր է բոլոր միջավայրում այդ թվում մշակույթում սպորտում ժամանցում գիտությունում բոլոր ասպեկտները առնչվում են հաշմանդամության երևույթին եւ բոլոր ջանքերը, որոնք պետությունը գործադրում է, պիտի դրանից հավասարաչափ օգուտ պիտի քաղեն նաեւ հաշմանդամություն ունեցող մարդիկ, այդ այն ներառումը Գործատուներին կամ կառուցապատողներին ստիպելու կամ, չգիտեմ, խրախուսելու համար կան ինչ-որ էֆեկտիվ մեթոդներ, հա, պետության կողմից մեզ մոտ կամ արտերկրում, որոնք օգտագործվում են եւ արդյունքներ են տալիս, պտուղներ են տալիս։ Այո, սովորաբար պետությունները հատկապես երբ առնչվում են բիզնես սեկտորի հետ, տնտեսության առնչվող հարցերին, խուսափում են պարտադրանքի եղանակներից, միջոցներից, որովհետև այդ հարաբերությունները ընդհանուր առմամբ մեր աշխարհում խախտված են եւ պետությունները բավականին կախվածության մեջ են տարբեր տնտեսվարողներից, հատկապես խոշոր տնտեսվարողներից, մոնոպոլիաներից եւ այլն, իրենք խուսափում են այդպիսի կարգավորումներ ներդնելուց։ Միշտ բայց բազմաթիվ մեխանիզմներ իհարկե կան։ Հայաստանում 2016 թվականին ներդրվեց քվոտավորում զբաղվածության համակարգում 100 աշխատող ունեցող ոչ պետական կազմակերպությունում յուրաքանչյուր 100-ից մեկը պետք է ունենար հաշմանդամություն։ Եվ պետականի դեպքում 100-ից 3։ Գործնականում վիճակագրության վերլուծությամբ հասկանալի է դառնում, որ նախքան քվոտայի ներդրումը ավելի շատ թվով մարդիկ էին արդեն իսկ աշխատում հաշմանդամություն ունեցող, որովհետև պետությունը այդ կանոնակարգումը ներդնելիս նկատի չէր ունեցել, որ հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնության դեպքում հաշմանդամությունն անտեսանելի է, օրինակ ինչպես իմ դեպքում, եւ որի մասին գործատուները չեն էլ կարող իմանալ, մինչդեռ անձը չհայտարարի դրա մասին։ Եվ քվոտավորումը հավելյալ բարդություն էր առաջացնում այն տեսանկյունից, որ գործատուները տեղեկանում էին իրենց աշխատողի հնարավոր հաշմանդամության մասին եւ որը կարող էր հակառակ ազդեցություն ունենալ ցավոք, որովհետեւ մենք որպես հասարակություն սովորաբար սիրում ենք առավելագույն շեմը
նվազագույնը դիտարկել որպես առավելագույն շեմ եւ դրանից ավելին առաջ չգնալ եւ կվոտավորումը ընդհանրապես հանվեց իհարկե այլ պատճառներ կային օրինակ տարբեր պետական մարմիններում հնարավոր չէ լինում համալրել աշխունամություն ունեցող որակավորված մասնագետներով այնուամենայնիվ կան բազմաթիվ մեխանիզմներ բայց այստեղ այդ ուժերի դինամիկայի հարցերն են առաջ գալիս որոնք պետություններին ձեռնաշղթաներ են պետությունների հակին Շատ լավ, մեր զրույցը մոտենում է ավարտին, բավականին երկար ժամանակ է խոսում ենք, բայց այդուհանդերձ վերջում կուզեմ հարցնել երկու հյուրերին էլ, ըստ ձեզ, որոնք են այն հիմնական կետերը, այսպես ասեմ, կետերի թիվը դուք ընտրեք, որոնք պետք է թերևս անհապաղ օր առաջ պետությունը կամ հասարակությունը սկսի այս ուղղությամբ աշխատել կամ այս գործողություններն անել, եթե մենք ուզում ենք, չգիտեմ, 10 տարի անց, 20 տարի անց շատ ավելի նորմալ ես հենց չեմ վախում այդ բառից, նորմալ միջավայր ունենալ բոլորիս համար, հա միջավայրը նորմալ կարող է լինել։ Հա, միջավայրը, որպեսզի միջավայրը լինի նորմալ, պետք է այն լինի նորմալ բոլորի համար, հա, այսինքն հարմար բոլորի համար։ Կետերը նորից պետք է նշեմ, որ բավականին շատ են, կփորձեմ այս պահին նշել մի քանիսը։ Քիչ առաջ ինչպես նշեցինք, այն հարստություն անվանենք, այո, որ ունենք այս պահին, ինչպես է աշխատում, օրենսդրությունը այն ինչ որ ունենք եւ ինչքանով է նախ դա հասանելի բոլորին։ Ես մա ավելի շատ քրեստոնյա մասնագետների հետ կապված, ճարտարապետների, ինչքանով է հասանելի, ինչքանով են իրազեկված եւ ինչքանով են օգտագործում։ Գոնե այսքանով քիչ-քիչ տոկոսներով կարող ենք ինչ որ բանի հասնել, որովհետեւ միայն կիրառելը նորից եմ շեշտում, դա բավական չէ։ Այսինքն այստեղ մի քանի իրադարձությունների համընկնում պետք է լինի։ Ենթադրենք անվանեցինք ներառական կրթություն, ներառական կյանք, ներառական շփում եւ արդյունքն է, որ մենք ունենանք նորմալ միջավայր։ Այսինքն ես մի քիչ հնարավոր է վատ հնչի ռոբոտացված առաջ գնալը, տեսնել, օգտագործել, վերցնել, օգտագործել։ Թռչնակի համար, հա։ Դա կարծում եմ, որ չի բերի նրան ինչ որ սպասում ենք, ինչ ակնկալիքներ որ ունենք։ Սա միասնական աշխատանք է, թիմային աշխատանք է, եւ բոլորն ունեն հավասար պատասխանատվություն այս ամեն ինչի մեջ։ Մուշեղ Մատչելիության առումով կարծում եմ երկու առաջնահերթություն Հայաստանի կառավարությունն ունի այս պահին, պետք է ունենա այս պահին։ Առաջին հերթին դա գիտելիքի ձևավորումն է երկրում մատչելիության եւ համընդհանուր դիզայնի վերաբերյալ տարբեր խմբերի շրջանակներում, այդ թվում մասնագետներ, հասարակական կազմակերպություններ, հաշվետվություն ունեցող անձինք, ովքեր այդ հանրային վերահսկողության դերը կստանձնեն։ Եվ երկրորդ առաջնահերթությունը կարող է լինել մշտադիտարկման մեխանիզմի ստեղծումը։ Ցավոք մեր երկրում համակարգերը այնպես են զարգացած, որ եթե որևէ կառույց հստակորեն չունի X հարցով զբաղվելու պարտավորություն, ամենայն հավանականությամբ նա այդ հարցով չի զբաղվելու այդ կառույցը։ Ուստի մենք հիմա ջատագովում ենք, որպեսզի ստեղծվի առանձին մշտադիտարկման մեխանիզմ հենց մատչելիության համար։ Ինչպես այդ ուղիով գնացել են բազմաթիվ երկրներ եւ դա կարող է հաջողված փորձ լինել նաեւ Հայաստանի համար։ Բայց սա չի նշանակում, որ երկու առաջնահերթություն ունենալը պակաս կարևոր է դարձնում մյուս բոլոր ջանքերը, որոնք կարևոր են այդ թվում կրթությունից մինչև տարբեր մատչելիության պարտականությունների բաշխում հասարակության տարբեր դերակատարների միջև երբեմն առաջնահերթություններ սահմանելը պետության կամ պաշտոնատար անձանց մոտ տպավորություն է ստեղծում, որ դրանք են ամենակարևոր բաները, մինչդեռ դրանք առաջնահերթ են եւ դրան զուգահեռ կամ բազմաթիվ այլ գործողություններ, որոնք պետք է համադրել մեր առաջնահերթության հետ եւ միայն այդպես շարունակել առաջ։
Շատ լավ, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ բոլոր նրանց, ովքեր դեռ մեզ հետ են, Մեդիալաբի եթերում պատերազմի հետքը ոդքասթներ, այսօր մեր հյուրերն են ճարտարապետ Նարեկ Մինասյանը, համընդհանուր դիզայնի եւ մատչելիության ապահովման խորհրդատուենը եւ Բուշեխ Հովսեփյանը, ով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ հասարակական կազմակերպության նախագահն է։ Ես Լիանա Խաչատրյանն եմ, լրագրող, կհանդիպենք։